Բարի օր, բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Վստահ եմ, որ 2 օր լիարժեք հանգստացել եք եւ հիմա դրական եւ լի էներգիայով արտացել ու անմիջապես միացել եք մեզ։ Այսօր հունիսի 30-ն է, ամռան առաջին ամսվա վերջին օրը, բայց ամառը դեռ իր ամբողջ գեղեցկությամբ առջևում է։ Վերջերս օրեր առաջ ձյուն է տեղացել աշխարհի ամենաչոր անապատում։ Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա անապատի բնակիչները արթնացել են ապշեցուցիչ տեսարանի առջև, հայտնի լուսային լանդշաֆտը ծածկված էր ձյունով։ Սանտիագոյի համալսարանի կլիմայագետ Ռաուլ Կորդերոն, որը դեռ վաղ էր ձյան տեղումները կապել կլիմայի փոփոխության հետ, այսօր կլիմայի մոդելավորումը ցույց է տվել, որ այս տեսակի իրադարձությունը մասնավորապես Ատակամա անապատում տեղումները հավանաբար ավելի հաճախակի կդառնան։ Այսօր հունիսի 30-ն է եւ այսօր 1894 թվականի հենց այսօրը բացվեց Լոնդոնի Tower բացովի կամուրջը։ Այն կառուցված է Թեմզա գետի վրա։ Կամրջի երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը 65 մետր, իսկ կամուրջի մասին ավելի մանրամասն կիմանանք, եթե դիտենք պատրաստված տեսանյութը։ Տասնիններորդ դարի վերջին Լոնդոնը արագորեն զարգանում էր եւ Թեմզայի արևելյան մասում ապրում էր շատ մեծ բնակչություն։ Լոնդոնի կենտրոններից դեպի արևելք գնացող երթևեկությունը շատ ծանրաբեռնված էր, սակայն նոր կամուրջ կառուցելը բարդ խնդիր էր։ Գետի այս հատվածում պետք էր թույլ տալ նավերի անցումը դեպի Լոնդոնի նավահանգիստներ։ Անհրաժեշտ էր կամուրջ, որը եւ կբացվեր նավերի համար եւ թույլ կտար մեքենաների ու հետիոտնի երթևեկություն։ 1876 թվականին հայտարարվեց մրցույթ, 50-ից ավելի նախագիծ ներկայացվեց, սակայն միայն 1884 թվականին հաստատվեց Հորաս Ջոնսի եւ ինժեներ Ջոն Ուելֆբերի համատեղ նախագիծը։ Կամուրջի կառուցմանը մասնակցել են 432 աշխատող, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար պահանջվել է 8 տարի։ Կամրջի երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը 65 մետր։ Կամուրջը կառուցելու համար օգտագործվել է ավելի քան 11000 տոննա պողպատ։ Կամուրջի վերին հատվածում կառուցվել է 2 անցումային քայլուղիներ 42 մետր բարձրության վրա, որպեսզի հետիոտները կարողանան անցնել նույնիսկ այն ժամանակ, երբ կամուրջը բաց լինի նավերի համար։ Թաուերի բացման արարողությանը ներկա էր արքայազն Ուելսը իր կնոջ հետ։ 1982 թվականից կամրջի վերին անցումը բաց է այցելուների համար որպես Թաուեր կամրջի թանգարան, որտեղ կարելի է տեսնել պատմական լուսանկարներ, մեխանիզմներ եւ վայելել քաղաքի տեսարանը բարձրությունից։ Թաուերը այսօր ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից է եւ համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը, համարվելով ճարտարապետական եւ դիզայներական բացառիկ ձեռքբերում։ Դիտեցինք Լոնդոնի Tower բացովի կամուրջի մասին պատմող տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ մեր տրամադրությունը ավելի բարձրացնելու համար դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր միասին խոսելու ենք ավոկադոյի մասին։ Ավոկադոն պարունակում է վիտամինների լայն տեսականի։ Ավոկադոյի օգտագործման առավելություններն են, որ մարսողական բարելավումը, դեպրեսիայի ռիսկի նվազեցումը, այն օգնում է այս ամենը կատարել։ Ավոկադոն ապահովում է զգալի քանակությամբ ճարպաթթուներ եւ հարուստ է բազմաթիվ վիտամիններով եւ հանքանյութերով։ Այն պարունակում է վիտամին C, E, K, B6 վիտամիններ, ինչպես նաեւ ֆոլաթթու, մագնեզիումի եւ կալիումի հիանալի աղբյուր է։ Յուրաքանչյուր 100 գրամ ավոկադոյի մեջ կա 76 միլիգրամ բնական բուսայուղ ստերոլ, որը կոչվում է բետասիստերոլ։ Բետասիստերոլի եւ այլ բուսական ստերոլների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել պահպանել առողջ խոլեստերինի մակարդակը, որը կարևոր է սրտի առողջության համար։ Հիանալի այն տեսողության համար։ Ավոկադոն պարունակում է լյուտեին եւ երկու ֆիտոքիմիկատներ,
որոնք առկա են աչքի հյուսվածքներում։ Նրանք ապահովում են հակաօքսիդանտ պաշտպանություն, օգնելու նվազագույնի հասցնել վնաս, այդ թվում ուլտրամանուշակագույն ճառագայթների կողմից։ Ավոկադոյի մեջ պարունակվող ճարպաթթուները նաև նպաստում են այլ օգտակար ճարպային լուծվող հակաօքսիդանտների, օրինակ բետա-կարոտինի կլանմանը։ Արդյունքում սննդակարգում ավոկադոյի ավելացումը կարող է օգնել նվազեցնել տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման ռիսկը։ Ավոկադոն հարուստ է բջջանյութով, որը կարող է օգնել կանխարգելել փորկապությունը, պահպանել մարսողական տրակտի առողջությունը և նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը։ Ցավոք, բայց ավոկադոն նաև ունի մի շարք հակացություններ։ Այն խորհուրդ չի տրվում ուտել ցիտրուսային մրգերի հանդեպ ալերգիա ունեցող մարդկանց, հակացուցված է նաև կրծքով կերակրելու ընթացքում, քանի որ դրա կազմում պարունակող ֆերմենտները կարող են առաջացնել աղիքային խանգարումներ, հատկապես երեխաների մոտ։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում եմ նույնպես դիտենք տեսահոլովակ, վերադառնանք և շարունակենք հաղորդումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք տաղավար, մեր հյուրը այսօր արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, այսօր զրուցելու ենք լրագրող, հասարակական գործիչ, Ֆրունզիկ Մկրտչյանի մասին տեղական և արտասահմանյան մամուլում տասնյակ հոդվածների հեղինակ, 4 գրքի և 2 վավերագրական ֆիլմի համահեղինակ, ինչպես նաև հայ-հնդկական Ֆրունզիկ Մկրտչյան «Ինդիա Պոմնիչ Մինիա» ֆիլմի սցենարի հեղինակ Շուշանիկ Սահակյանն է այսօր մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Հրաշալի։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ այսօր շատ հետաքրքիր մի թեմայից ենք խոսելու, շատ մեծանուն դերասանի մասին նկարահանվել է ֆիլմ եւ կցանկանայի սկզբում խոսենք թե ինչպես ստեղծվեց ֆիլմը մասին, երբ որ ուզում եք ստեղծել նման ֆիլմ, այդ գաղափարը ինչպես ստեղծվեց։ Ամենասկզբում ֆիլմի մասին գաղափարը նույնիսկ բաներ անորոշ էր շատ թվում եւ համարձակություն չունեինք այդ մասին նույնիսկ երազելու։ Բայց քանի որ ծննդյան 80-ամյակներ մոտենում Ֆրունզիկ Մկրտչյանի 2010 թվականներ դա, իսկ ես այդ աշխատանքը կատարել եմ Հովհաննես Պապիկյանի հետ համատեղ։ Մենք համահեղինակ էինք գիրք օրացույցների։ Ունեինք Համու Սահյան, Հովհաննես Շիրազ, Վաղան Տերյան, էլի մի քանի հեղինակ ունեին գիրք օրացույցներ, դրանք շատ հետաքրքիր գիրք օրացույցներ են, օրացույցային մաս ունեն, բայց հիմնականում գիրք են։ Եվ որոշեցինք անել Ֆրունզիկ Մկրտչյան 80 գիրք օրացույց, իր 80-ամյակին ընդառաջ։ Որպեսզի որևէ գործ անեինք, նախ մեզ շատ պետք էր զրկիտակ ունենալ տպագիր նյութեր, այդ պահին շատ անորոշ էր, չգիտեինք որտեղից ենք օգտվելու, գնացինք Ֆրունզիկ Մկրտչյանի եղբոր մոտ, Ալբերտ Մուշեղիչի մոտ գնացինք, ասացինք, որ գործ ենք ուզում անել, ձեր եղբոր մասին գիրք ենք գրելու, գիրք օրացույց, եւ մեզ նյութեր են պետք։ Ինքը մեզ ուղարկեց Խաչիկ Շարոյանի մոտ։ Պարզվում է Խաչիկ Շարոյանը, որը գիտնական է, պետական մրցանակի դափնեկիր է եւ տեխնիկական գիտությունների թեկնածու, իր նախաձեռնությամբ շատ մեծ սիրով հավաքել է բծախնդրորեն մեկիկ բոլոր լուսանկարները, բոլոր արխիվային նյութերը, Ֆրունզիկ Մկրտչյանի հարցազրույցները, հայտնի է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը շատ սիրում էր հարցազրույց տալ լրագրողներին, սիրում էր շրջագայել ամենահեռավոր գյուղերը գնալ հանդիպել յուղական բնակչության հետ, սիրում էր լինել ուսանողների միջավայրում։ Նա շատ մարդասեր էր, նա շատ սիրում էր մարդկային շփումներ եւ այդ ամենը կար Խաչիկ Շարոյանի մոտ։ Ինքը շատ մեծ արխիվ ուներ։ Մեզ տրամադրեց, իհարկե սկզբում մի մասը, մի փոքր բան տրամադրեց, մենք կարողացանք գիրք օրացույցը պատրաստել։ Հետո շատ գայթակղիչ էր մտածել, որ այդպիսի շատ մեծ արխիվ կա ու չշարունակել։ Հետո արեցինք լույս գիրքը, հասցրեցինք էլի մինչև 80-ամյակը եւ արեցինք նաեւ այն ուրիշ Ֆրունզիկը գիրքը։ Այդ գրքերը մենք արդեն տպագրեցինք։ Հետո 2 տարի հետո նաեւ ռուսերեն գիրք լույս տեսավ, կոչվում էր Явամադին умный вещь скажу։ Իսկ այդ ամենը ավարտելուց հետո արդեն երբ որոշեցինք իսկ ինչու չանենք ֆիլմ, գուցե ֆիլմ անենք վավերագրական ֆիլմ, որովհետև արխիվային նյութերը կարդալիս այնտեղ շատ բացահայտումներ արեցինք մեզ համար։ Մեկ ուրիշ Ֆրունզիկ Մկրտչյան ճանաչեցինք, էկրանից կամ բեմից նայելիս դու տեսնում ես դերասան, տաղանդավոր դերասան, շատ օժտված, շատ այսպես աշխատասեր, որովհետև նա իր դերերը շատ մանրամասն, մանրակրկիտ պատրաստում էր, նա շատ հարգում էր հանդիսատեսին եւ մեծ պատասխանատվությամբ էր ներկայացնում իր դերերը եւ ամեն անգամ ինչ որ նորով ինչ-որ մի նոր բան ավելացնելու, այսինքն նա իմպրովիզացիայի մեծ վարպետ էր, նաև այդ բոլորը հայտնի էր, բայց այն ինչ որ մենք կարդացինք եւ հասկացանք, դա շատ ավելի
մեծ էր, շատ ավելի խորն էր, քան այն, ինչ երևում է բեմից կամ էկրանից, եւ որոշեցինք անպայման անել վավերագրական ֆիլմ։ Գաղափարը իմն էր։ Ասեմ ինչու եմ այդ գաղափարը հղացել։ Ես վաղուց էի մտածում նրա մասին ֆիլմ անել, համարձակությունս ուղղակի չէր ներում։ Գիտեք, շատ ֆիլմեր կան Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, վավերագրական ֆիլմեր էլ կան, հեռուստահաղորդումներ կան, ռադիոհաղորդումներ կան, հիմնականում խոսում են ուրիշ մարդիկ, խոսում են իր ընտանիքի անդամները, խոսում են մեր հայ դերասանները, խոսում են ռեժիսորներ, հայ, վրացի, ռուս, այլազգի դերասաններ նույնպես, ովքեր նրա հետ աշխատել են, հնդիկ դերասանները խոսում են, շատ լավ բարձր կարծիք են հայտնում, բայց մի տեսակ ինձ համար անարդար էր թվում, որովհետև մարդու մասին խոսել, նրա այս կամ այն պահվածքը, կյանքի մանրամասնությունները, անձնական կյանքի պատմել ֆիլմերով, դա լավագույն ձևը չէ տաղանդավոր մարդուն ներկայացնելու։ Ճիշտ է, այդպես է։ Եվ Տիկին Սահակյան, երբ որ նշում եք կար գաղափար, մտածում եք որ անեք, բայց համարձակություն չունեք, իսկ ամենամեծ այդ ոգեշնչվող աղբյուրը ինչ է հանդիսացա, որ համարձակություն հավաքեցիք եւ նկարեցիք։ Ես հիմա կասեմ, երբ որ արդեն համարյա ես համոզված էի, որ բավարար են մեր նյութերը, որ ֆիլմը անենք, արխիվը, այսպես ասեմ, տպագիր արխիվը բավարար էր։ Մեզ պակասում էին տեսանյութեր եւ ձայնագրություններ, որպեսզի ֆիլմը անեինք։ Եվ մենք գնացինք թատրոն, Մհեր Մկրտչյանի հիմնադրած թատրոնը, Ալբերտ Բուշեղիչի մոտ նորից գնացինք եւ ասացինք ուզում ենք ֆիլմ անել, տվեք մեզ նյութեր։ Այդ ժամանակ, երբ որ մենք իր հետ զրուցում էինք, ներս մտավ թատրոն Ռոբերտ Մաթոսյանը, որը ժամանակին եղել է ֆիլմ թերթի խմբագիրը, եւ Ֆրունզիկ Մկրտչյանի մտերիմ ընկերներից է եղել։ Իրենք միասին շատ շրջագայել են, հյուրանոցում երբեմն ասում եմ միացնում էի, բարձրախոսը միացնում էի, ձայնագրիչը դնում էի եւ ես կողքի էի գնում, հարց էի տալիս, ինքը հարցից հարց էր բխեցնում, շարունակում էր թեման, հետո ուրիշ թեմա էր բացում, մինչեւ լույս խոսում էինք այդպես եւ ասեց շատ ձայնագրություններ ունեմ։ Ինքը մտավ թատրոն, ասեց, «Էս ինչ եք անում այստեղ»։ Ասեցինք եկել ենք նյութեր են մեզ պետք, ուզում ենք հասկանալ, թե որտեղ կարող ենք գտնել։ Ասաց, ես ունեմ նյութեր, ձայնագրություններ, տեսագրություններ, որոնց մի օրինակը հանձնել եմ ռադիո, կարող եք գնալ այնտեղից խնդրել։ Մի խոսքով ռադիոից խնդրեցին, մեզ տրամադրեցին այդ նյութերը, մենք արդեն հասկացանք, որ շատ ավելի բան կա ձեռքի տակ, շատ ավելի նյութեր կան, եւ ձայնագրություններն են բավարար, եւ տեսագրությունները, եւ ամենակարևորը, ես շարունակեմ միտքս, ես միշտ հակառակ եմ եղել այն կարծիքին, որ կարելի է մարդու անձնական կյանքը շոու անելով նրան ներկայացնել, կամ կարելի է պարզապես խոսել, թե նա չկայացած ինչ-որ ընտանեկան հարցերում, չկայացած դժբախտ ամուսին է, դժբախտ հայր է, այդ բոլորը կա իհարկե կա, բայց պետք չի դա այդքան բարձրաձայնել։ Արդարացի չէ, այդ տաղանդավոր մարդուն պետք է ներկայացնել իր գործով։ Իսկ իր գործով ներկայացնելու համար նաև պետք է երբեմն ինքն էլ խոսի իր մասին։ Շատ բան չեն կարող ասել ուրիշները։ Հիմա դրանք ուրիշ պատկերացումներ են, ուրիշ կարծիքներ են, ամեն մեկը իր ձևով է հասկացել նրան։ Մենք փորձեցինք արդեն հասկանալով Ֆրունզիկ Մկրտչյանի, այսպես ասեմ, այդ բազմաշերտ այդ մտածելակերպը, իր այդ խոր ցալքերը, որտեղ ինքը ուներ շատ բան կար թաքնված։ Այդ շատ հարցազրույցներում ամենտեղ ինչ որ մի բան, մի փոքրիկ, այսպես տարրական ինչ որ փոքրիկ էլեմենտ մեզ համար մենք բացահայտում էինք, որպեսզի նրա կերպարը կարողանայինք ամբողջացնել։ Եվ հասկացանք, որ արդեն հնարավոր է կարող ենք համարձակություն ձեռք բերեցինք ֆիլմ նկարելու, մանավանդ երբ որ տեսագրություններն ու ձայնագրություններն մեր ձեռքի տակ կային։ Պատրաստեցինք ֆիլմի առաջին տարբերակը 19 րոպեանոց վավերագրական ֆիլմ, կոչեցինք մեր ֆիլմը «Էն ուրիշ Ֆրունզիկը», որտեղ շատ ճիշտ արտացոլանքներ այն ամենի, ինչ որ մենք անում էինք, դա իսկապես ուրիշ Ֆրունզիկ էր։ Եվ մեր ֆիլմը մասնակցեց 2012 թվականին on-line TV մրցանակաբաշխության եւ մենք այնտեղ շահեցինք խրախուսական մրցանակ 19 րոպեանոց տարբերակներ։ Հետո երբ որ մեր ընկերները, մեր հարազատները, բարեկամները, ովքեր տեսան, որ այդ գործը անում ենք եւ ցանկություն ունենք ելի շարունակելու, Ֆրունզիկ Մկրտչյանը շատերի հետ հանդիպումների, զրույցների ժամանակ հետաքրքիր բաներ էր ասել, մարդկանց մեծ մասը դրանք ձայնագրել եւ պահել էին, սիրով տրամադրեցին մեզ այդ նյութերը։ Եվ ամեն անգամ, երբ ձեռքի տակ էլի նոր նյութեր հայտնվում, մի քանի բան հավաքում էինք, նորից գնում էինք, վերամոնտաժում էինք ֆիլմը, ավելացնում էինք, ֆիլմը մեծացավ եւ դարձավ 53 րոպեանոց ֆիլմ։ Ես կարծում եմ նաև ֆիլմը ստեղծելու պատճառներից հիմնականը, որ ես ունեցել եմ, որ անպայման պետք է արվի այդ գործը, գիտեք, Ֆրունզիկ Մկրտչյան անհատի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր,
որոնք առանձնապես որևէ, այսպես ասեմ, առնչություն չունեն իր իսկական իր էության հետ, այդ մարդու հետ կապ չունեն, ոչ նրա անձի, ոչ նրա ստեղծագործության հետ։ Դրա համար մենք փորձեցինք այդ կարծրատիպերը կոտրելու ցանկությամբ նաև պատրաստել ֆիլմը։ Չգիտեմ, թե դա մեզ ինչքանով է համոզվել, տարբեր կարծիքներ կան, եւ գովեստներ կան եւ քննադատություն կա, բայց մենք համոզված էինք, վստահ էինք, որ պետք է ինչ-որ բան անել այդ նյութերը, անպայման պետք է հրապարակայնացնել, պետք է կամ հաղորդում դառնա, կամ ֆիլմ դառնա, ես ուրախ եմ, որ կարողացանք վավերագրական ֆիլմը պատրաստել հայերեն լեզվով։ Հետո մենք նաև արեցինք ռուսերեն ֆիլմ։ Այսպես ասեմ, հայերեն ֆիլմը անելու ժամանակ մենք սահմանափակված էինք այդ եղած ձայնագրություններով եւ տեսագրություններով։ Իսկ երբ ուզում էինք ռուսերեն ֆիլմը անել, քանի որ իր ձայնը չէր, այնտեղ պետք է հաղորդավարը կարդար, մենք կարող էինք էլի շատ նյութեր ներգրավել տպագիր արխիվից, մեկը կարդացողը հաղորդավարն է եւ այդ տեսանյութերի այդպես սահմանափակում ձայնագրությունների մեզ համար չկար արդեն։ Մենք արեցինք դա եւ կարդաց Վարուժան Օլքինյանը, ռուսերեն ֆիլմը կարդաց Վարուժան Օլքինյանը, նա մի քիչ ավելի մեծ ֆիլմ է, այսպես ասեմ, եւ ուրիշ ֆիլմերից են կտորներ մեջ բերված, քան հայկական հայերեն ֆիլմը։ Հիմա երկուսն էլ ունենք, այս տարի Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է լրանում հուլիսի 4-ին։ Ես շատ մեծ դժվարությամբ կարողացա հնարավորություն ձեռք բերել ցուցադրելու հայերեն ֆիլմը Աբովյանում, վաղը Աբովյանում կցուցադրվի երեխաների աջակցության կենտրոնի դահլիճում։ Հաջորդ օրը Վանաձորում կցուցադրվի ամսի 2-ին եւ կցուցադրվի Գյումրիում ամսի 3-ին, իսկ ամսի 4-ին արդեն Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում ռուսերեն ֆիլմի առաջնախաղն է։ Անում ենք պրեմիերա։ Հիմա ասեմ թե ինչու։ 10 տարի է արդեն ֆիլմը նկարել ենք եւ ոչ մի անգամ որովհետեւ դա չի ցուցադրվել։ Հայերեն ֆիլմը ցուցադրվել է շատ քաղաքներում, մարզերում ցուցադրվել է Երևանում, Մոսկվա կինոթատրոնում, Գյումրի տարանք, որովհետև ինքը Գյումրին ասում էր իմ խավարանն է, առաջինը գործս այնտեղ է միշտ բեմադրում, հետո եմ գալիս ուրիշ գործ սկսում, դրա համար մենք իր հորդորին հանգույն տարանք ֆիլմը առաջինը ցույց տվեցինք Գյումրիում, հետո Երևանում, Կապեշտյան սրահում ցույց տվեցինք, Նարեկացի արվեստի միությունում, Ազգային գրադարանում, Իսահակյան գրադարանում, դպրոցներում, Մասիսում, Կապանում, մի խոսքով, էլի շատ տեղեր, որոնք հիմա չեմ թվարկի, իսկ որտեղ որ ես գնում էի, միշտ տանում էի երկու ֆիլմը միաժամանակ, եւ հանդիսատեսին հարցում էի, ժողովուրդ, ո՞րն ենք նայելու, ռուսերենը թե հայերեն, բոլորը ասում էին, երբ որ արդեն դահլիճը լիքներ, խնդրում ենք հայերենը, որովհետեւ ուզում ենք իր ձայնը լսել, ասում էի, բայց նայել է հետաքրքիր ֆիլմ, ոչինչ, նա ուրիշ առիթով, հիմա այսօր եկեք լսենք, ու այդպես ամեն անգամ, այսօր լսենք Ֆրունզիկի ձայնը, այսօր լսենք հայերենը, հայտնի իրողություն է, որ ժողովուրդը նրան շատ սիրում է, ինքն էլ մարդկանց է շատ սիրում, իր հանդիսատեսին ինքը շատ բարձր էր գնահատում, կապ չունի դա դրսում ինքը խաղում էր Միացյալ Նահանգներում կամ եվրոպական երկրներում միլիոնատեր իմ համար էր խաղում թե սովորական գյուղական բնակչության կամ քաղաքում էր խաղում ուսանողների համար էր ներկայացումներ տալիս եւ այլն։ Իր համար հանդիսատեսը մեկ հավաքական կերպար էր եւ միշտ ինքը աշխատում էր լինել հետաքրքիր հանդիսատեսի համար։ Տիկին Սակեև, որ սկզբում նշեցիք, որ տարբեր արխիվային նյութեր էիք ուսումնասիրում եւ լիովին այլ կերպ էիք արդեն բացահայտել դերասանին, ձեզ համար դուք ինչ հետաքրքիր բացահայտում արեցիք որպես ֆիլմի հենց գաղափարի ստեղծող, որ ձեզ զարմացրեց։ Ասեմ ձեզ, դե թյուր կարծիք կար, ամբողջ խորհրդային միությունում պատկերացում կար, որ նա կոմիկ դերասան է, ընդամենը։ Եվ նրան հրավիրում էին այդպիսի դերեր խաղալու։ Կատակերգակ, նրան այդպես էին ճանաչում, որ ինքը կատակերգակ է, այո, տաղանդավոր է, կատակերգակ է։ Ես ցանկացած կադրում, նույնիսկ կադրում շատ ուշադիր որ հետևում էի, տեսնում էի այդ մարդու աչքերի մեջ թախից։ Ես հասկանում էի, որ նա որքան կատակերգակ է, երևի այդքան էլ կամ ավելի շատ ողբերգակ է։ Եվ մենք փաստորեն հին օրերի երգը ֆիլմում տեսանք, թե նա ինչպես կատարեց ողբերգակի իր դերը, փայլուն կատարեց։ Եվ ինքն էլ է ասում, գիտեք, իր հարցազրույցներից մեկում ասում է պակասությունը, երբ մեկը միայն կոմիկ է կամ միայն տրագիկ է, այդպիսի բան չկա, ասում է, մարդը եւ ունի թախից, եւ ունի ուրախություն, շփիտ, ուրեմն եթե նա
կոմիկ դերասանն է միայն կատակերկակ է, ուրեմն նա խոսում է մարդու մի կողմի մասին միայն, բայց մարդը երկու կողմ ունի եւ պետք է հավասարապես դերասանը կարողանա երկուսն էլ ինքը ներկայացնել, բեմադրել մարդու էության մեջ եղած այդ երկու ծայրագույն վիճակները։ Եվ ինքը շատ հավասարապես ներկայացնում էր եւ կատակերկական դերերը եւ ողբերգական դերերը մեծ վարպետությամբ։ Եվ նույնիսկ դժվար է հիմա ասել, թե դա որ մեկն էր նրա մոտ ավելի լավ ստացվում, որտեղ երկուսն էլ նա խաղում էր հրաշալի։ Ավելի շուտ նա չէր խաղում, որովհետև իր խոսքով ինքը ասում է մինչև դերը չդառնա իմ բերանի խոսքը, ես չեմ շտապի խաղալ։ Այսինքն ինքը այնքան ապրում էր կարծես, այո, ինքը ապրում էր դրանով։ Ինքը դրանով ապրում էր, դա դառնում էր իր էության մի անբաժանելի մասը, նոր ինքը ներկայացնում էր հանդիսատեսին, շատ մեծ պատասխանատվություն ուներ, շատ մեծ բծախնդրությամբ էր կերպում իր կերպարները կերտում ինքը, եւ ամեն անգամ նորովի, ամեն անգամ օրինակ Բաղդասար աղբարը ներկայացումը ես նայել եմ երևի 4 անգամ, կամ գուցե ավել, եւ ամեն անգամ տարբեր Բաղդասար եմ տեսել, ամեն անգամ։ Դա մեծ վարպետություն է բեմական, ուրիշների մոտ ես դա չեմ տեսել։ Տեսեք, ինքը իրենից առաջ ձևավորված եւ իր գտած ողբերգական եւ կատակերգական արտահայտչական միջոցներից շահախեց բոլորովին մի նոր բան ստացավ, որը նաեւ թույլ տվեց իրեն արդարացված համարձակությամբ շրջանցել արդեն իրենից առաջ ձևավորված բեմական բոլոր կանոններն ու օրենքները։ Ինքը չէր պահպանում այդ օրենքները, ինքը դուրս էր, ինքը իր մեջ այդ պորտկում էր այդ խաղը, ինքը նույնիսկ այդ խաղը սանձելու դժվարությունը ուներ, որովհետև ինքը չէր վերջացնում, ինքը շարունակություն ուներ էլի։ Ամեն կադրում, ամեն տեսարանում մենք հասկանում ենք, որ նա էլի դեռ ասելիք ունի։ Այո, անգամ մենք ենք մեր Սարեր ֆիլմում, որ երբ որ դա կանչեցին նրան դատարան, անգամ մի հատված կա վերջում դուրս գալուց մուտքի մոտ, որ դա սցենարով նախատեսված չէր եւ նա ոնց որ իր դերից դուրս գալով ինքն ինչպես մտածեց, հենց այդպես էլ կատարել էր եւ շատ նման դերեր ձեր կարծիքով։ Կան ֆիլմեր կամ ֆիլմից կադրեր, որոնք դեռ հեռուստադիտողը մինչ այդ ֆիլմը դիտել է, ծանոթ չի եղել եւ նրա համար անակնկալ է եղել, բացի հոդվածներից եւ նյութերից, անգամ ձեզ համար, որ հուզել է։ Այո, կան։ Ես հիմա չեմ ուզենա դրանք թվարկել, թող հանդիսատեսը տեսնի, որպեսզի կան այդպիսի բաներ, այդպիսի հատվածներ եւ այդպիսի ֆիլմերից կտորներ։ Հիմա ես ձեզ ասեմ մի բան, դուք շատ հետաքրքիր բան ասացիք, որ ինքը հենց նկարահանման պահին է արել դա։ Ինքը այդպես էլ ասում է։ Օրինակ Եռանկյունի ֆիլմի մեջ ասում է ես մինչեւ այդ չէի որոշել, որ այդպիսի բան պիտի անեմ։ Ամենավերջում, երբ որ իրենք արդեն հացի սեղան է դրած հաց են ուտում, ինքը թեյ է պետք է խմի, դե ինչպես է լինում դարբնոցում, տաքացնում են մետաղը, հետո նոր աշխատում են մետաղին ձև են տալիս։ Հիմա այդ տաքացած մետաղը վերցնում է, ասում է այսպես դրեցի սովորական ջրի մեջ, բաժակի մեջ թշած, հետո շաքարը քրտ կծեցի ու որպես թեյ խմեցի։ Ինքը այդպես էլ նկարագրում, բայց դա չի կար ասում է, չէր նախատեսված։ Ես էլ չէի որոշել անում, չգիտեմ, չեմ կարող բացատրել, ասում է թե ինչպես պատահեց, որ այդ պահին այդ միտքը եկավ ինձ։ Եվ ինքը դուք ասացիք, որ ինքը անում է այդպես, տեսեք ինչ է ասում է դերասան սիրող ռեժիսորներ կան, որոնք գիտեն, որ դերասանը նուրբ մեխանիզմ է, կարող է քանդվել տեղն ու տեղը։ Նա պետք է արժեք տա, բայց եթե դու նրան արդեն թույլ չես տալիս, որ նա աշխատի, նա մտածի, նա կարող է նույնիսկ փչացնել դերը։ Ոչ միայն արժեք չտալ, այլև ավելի վատ անել։ Եվ ասում է Դանիելյան այդպեսին էր։ Դանիելյան։ Ես ասում է նրան Հենրիկ Մալյանն էլ էր այդպեսին։ Ես ասում է առաջարկում էի տարբերակներ նկարահանման հրապարակում եւ հաճախ նա ընդունում էր։ Իմ ասածները ընդունում։ Այն ինչ որ գրած էր սցենարում, ես դրանից շեղվում էի։ Հիմնականում աշխատել եւ ասում եմ, ես շատ սիրում եմ աշխատել դերասան սիրող ռեժիսորների հետ։ Կան ռեժիսորներ, ովքեր այսպես է եւ վերջ։ Այդ չես կարող խաղալ, դժվար է այդպես։ Հո անգից չես ասել ու վերջացավ։ Դա չի ստացվում կերպար կերտել։ Իր պատկերացմամբ կերպարը պետք է դու պետք է ապրես դրանով, դու պետք է քո էությունը պետք է լինի դարձած եւ նոր դա բերես բեմ։ Թե չէ հենց այնպես կարդալ անգիր ասելու, ասում եմ երիտասարդ դերասաններ կան, լավ էլ կարդում են, լավ էլ առոգանությունը տեղն է, ձայնը լավ, շնորհքով, բայց դերը չի ստացվում, որովհետեւ այդ ներշնչանքը չկա, այդ ապրումը չկա, որով ինքը ստեղծում է իր դերերը։ Եվ Ֆրունզիկ Մկրտչյանը նաեւ այսպես ասեմ, էլի մի շատ զարմանալի հատկություն ունի, որ նա շատ ճիշտ կարողանում է լռել։
ժամանակին լրել եւ դա անում է այնպես, որ բեմում եթե ուրիշ դերասաններ 1 րոպե լռեն, կարող է հանդիսատեսը ձանձրանա, վերքինա դուրս գա դահլիճից։ Ինքը արտասահմանում, Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում եւ էլի ուրիշ Լոս Անջելեսում, էլի ուրիշ քաղաքներում բաղդասար է խաղացել եւ բեմի վրա լռել է 3 րոպե։ Հարցազրույցներից մեկում ինքը պատմում է այդ մասին, ասում է ես լռեցի, բեմում մենակ էի, այն տեսարանն էր, որ ես մենակ էի, ասում ես լռեցի, մտածեցի, այսպես ցրված հայացքով նայեցի հանդիսատեսին, մտածեցի թե ես ինչ աշխարհ է, հետո սկսեցի ձեռքիս հետ խաղալ, մատներիս հետ դանդաղ խաղացի, հետո ցրված հայացքով նայեցի, բոլորը տխուր 3 րոպեի ընթացքում շշուկ չկար դահլիճում, ոչ մի շարժում, բոլորն ուշադիր նայում են թե հետո ինչ է անելու։ Եթել են հանդիսատեսը, որ հայերեն չի հասկանում եւ այնտեղ թեթև սյուժեն անգլերեն գրել են իրենց ուղակի տվել են, որ այսպիսի պատմությունը այսպիսին է, էլ ամեն մի կտոր առանձին չի թարգմանվում, ոնց որ հիմա լսում են, չէ՞, ամեն ինչ։ Այնտեղ պատկերած ու ասում է հանդիսատեսը այդ 3 րոպեն լուր լսում էր, հետո ասում է կամաց շփտացի, իրենք էլ շփտացին։ Հետո ծիծաղեցի, հետո ծափահարություններ բան եւ ասում է վերջում այնտեղ Լոս Անջելեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլի մոտենում է իրեն, թարգմանչի օգնությամբ ասում է դուք ինչպես լռեցիք 3 րոպե, որ ես ձեզ հասկացա։ Ֆրունզիկն ասում է, ես կատակով ասեցի, ես լռեցի անգլերեն, ասում է իրեն շատ դուր եկավ, ինքը գրկեց ինձ ասաց, ես էլ հասկացա հայերեն։ Այսինքն, սա վարպետության այն աստիճանն է, որ կարողանում է հանդիսատեսին կամված պահել իր տեղում։ Երբ մի անգամ լրագրողը իրեն հարցրել էր, թե ինչ եք կարծում, որն է հանդիսատեսին գրավելու ձևը, ինչպես եք կարողանում նրա ուշադրությունը սևեռել ձեզ վրա ամբողջ ներկայացման ընթացքում, ասում է դա վարակելու ունակությունն է, պիտի կարողանաս վարակել հանդիսատեսին։ Եթե վարակեցիր, նա արդեն դառնում է քոնը, դու դառնում ես իրենը, եւ ասում է երկուսով միաձուլվում, միականվում, նույնն եք դառնում, հրաշալի զգացողություն է, ասում է իրենցից այդ ջերմությունը գալիս է եւ ես էլ իրենց ջերմությունը փոխանցում, մենք նույնն ենք դառնում։ Եվ Ֆրունզիկ Մկրտչյանը բեմական վարպետության մեծ պաշար ուներ եւ անդադ կատարելագործում էր իրեն։ Դա գովեստի արժանի է եւ եզակի դերասաններ կան, ովքեր այդպես աշխատում են իրենց վրա։ Այդ Ֆրունզիկ Մկրտչյանի նյութերի հետ աշխատելով, հոդվածներ, տարբեր արխիվներ ուսումնասիրելով, նաև խոսելով դերասանի մասին, ձեր կարծիքով որպես դերասան, ինչն էր նրա ամենամեծ ուժը, որ կարողանում էր համադրել եւ թախիծը եւ ուրախությունը մեկ դերի մեջ։ Դա այսպես մեկ նախադասությամբ հնարավոր չի ասել, որովհետեւ դա շատ բարդ երևույթ է։ Ինքը ընդհանրապես Ֆրունզիկ Մկրտչյանը անկանխատեսելի է, ինքը առեղծվածային է, ինքը տիեզերքի պես անվերծանելի է։ Չես կարող ենթադրել, թե հաջորդ քայլը ինչ պիտի անի։ Հաջորդ կադրը ֆիլմում կամ ներկայացման հաջորդ դրվագը, որ ինքը անցած անգամ այսպես է ներկայացնում, հիմա ինչպես պիտի անի։ Եվ ինքը ուներ բեմական մեծ վարպետություն։ Հասկանում եք, դա այն բնածին ունեցած իր վերուստ իրեն տրված տաղանդի շարունակությունն է, իր հսկայական աշխատասիրությունը։ Հենց այնպես չէր ներկանում, նա անպայման պետք է կարողանար եւ կոմիկ դերը անցալել ինչպես որ կա ինքը, բայց ինչ է ասում, ասում է, երբ որ ես ասում եմ խաղում եմ կատակերգական դերեր եմ խաղում, միշտ մեջը մի փոքր թախից թողնում եմ այնուամենայնիվ, նա ինքը անում է դա մտածված, պատահական չի։ Եվ ասում է հակառակը, երբ որ ասում է ես խաղում եմ ողբերգություն, ես տեսնում եմ, որ ախր հանդիսատեսը պետք է այսպես շունչ քաշելու տեղ ունենա, այդտեղ փոքրիկ ասում է ես կատակերգական դրվագ եմ մտցնում իմ խաղի մեջ եւ այդ կատակերգությունը այդ փոքրիկ հատված այդ ողբերգության այդ դաժան այդ տեսարանում նրան այդ շունչ քաշելու հնարավորությունն է տալիս որ նա ինքը շատ դժբախտ չզգա իրեն ինչպես դերն է ինքը մի փոքր գոնե կարողանա այսպես ասեմ լավատեսություն նաեւ ունենալ տեսեք լուսանկարը կա այդպիսի մի փոքրիկ լուսանկար փոքրիկ վավերագրական ֆիլմ է, դա 3-4 րոպեանոց ֆիլմ է, Ալբերտ Մկրտչյանի դիպլոմային աշխատանքն է։
որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանին սև թուղթը գալիս է, որ պատերազմում զոհվել է որդին, բայց մինչև այդ նա նախորդ նամակներ կարդացել, որտեղ գրել էր, որ բարեկամներով, հարևաններով հավաքվեք, նկարվեք, նկարը ուղարկեք, եւ արդեն բոլորը հավաքվել են, պետք է նկարվել, նոր փոստատարը իրեն տալիս է սև թուղթը եւ սարսափելի վիճակում է ինքը, ոչ ոք չգիտի, միայն ինքը գիտի, պատկերացրեք հոգեվիճակը մարդու, չգիտի ինչպես ասել, ոչ կարողանում է հետ կանգնել լուսանկարվելու այդ ցանկությունից ասեմ, թե ասեմ արդեն հավաքված ժողովրդին հուսահատեցնելու վտանգը կար նաև սարսափեցնելու, ինքը կարողանում է զսպել իրեն, կարողանում է նստել, ինքը նկարվում են բոլորը, բայց ինչ է տեղի ունենում, մինչև նկարվելը տեսնում է, որ հեռվից իր մյուս որդին վազելով գալիս է, ասում է սպասեք, ես էլ գամ ձեզ հետ նկարվել, եւ դա է այն հույսը, որ այդ Ֆրունզիկ Մկրտչյանի արցունքների միջից այդ շփիտը կա, շատ բարդ է իր հայացքը այդ կադրում աչքերից արցունք է գնում եւ շուրթերը ժպտում են։ Չափազանց բարդ է։ Եզակի են դերասանները, ում մոտ այդպիսի դիմախաղ կա, ովքեր կարողանում են այդպես ներկայացնել ողբերգություն եւ կատակերգություն։ Ես իմ հոդվածներից մեկը հենց այդպես էր սկսում եմ, ասում եմ Տակավին մանուկ աչքերիդ մեջ թախից կար։ Եղեռնից մազապուրց ծնողներիդ դաշանդարություններ ներծծված քո էության մեջ եւ քո թախծոտ աչքերում երևի դրանից էր որ քո ամեն ծիծաղի մեջ արցունք կար եւ քո ամեն արցունքի մեջ ծիծաղ այդպես եմ սկսել հոդվածս եւ դա այո իրեն բնորոշելու մի ձև է շատ եզակի են դերասանները ովքեր կարողանում են համադրել այդպես այդ բարձր մակարդակով համադրել ոչ թե փորձ անել այլ իսկապես վարպետորեն կատարել դա եւ որը նաեւ հիացնում էր դրսի դերասաններին դրսի ռեժիսորներին ինքը պահանջված դերասան էր շատ եւ սիրում էր աշխատել նաեւ դրսում բայց ասեմ մի բան ինքը միշտ ասում էր դերասանը անպայման պետք է լուրջ ասելիք ունենա տես դու ունես ազգ դու ունես հայրենիք դու ամենտեղ այդ մասին պիտի խոսես ինքը ամենտեղ խոսում էր այդ մասին եւ դա մեր հպարտությունն է նաեւ որ Հայաստանը նաեւ ներկայացնելու մի ձևն էր Ֆրունզիկ Մկրտչյան ունենալն էր մեզ համար իսկ ձեր կարծիքով ամբողջությամբ կարողացաք այնինչ ասելիք ունեիք ֆիլմում ասել, թե կան բաներ, որ կցանկանայիք նույնպես ավելացնել եւ կարող է ունենալ նաեւ ֆիլմը շարունակություն։ Ֆիլմը շարունակություն անպայման կունենա, բայց ֆիլմը կառուցված է այնպես, որ մի քանի սկզբում մենք պահպանել ենք ֆիլմը կառուցելիս։ Օրինակ, մենք լսել ենք բոլորի կարծիքները, բայց ֆիլմում ոչ մի կարծիք ներառված չի, որևէ մեկի կարծիքը չկա։ Ամբողջ ֆիլմը ինքն է պատմում իր մասին։ Սկսած իր ծննդավայրից, իր փոքր տարիքից, երբ կինոմեխանիկի աշակերտ էր, հետո տեքստիլագործների ակումբ գոյություն ուներ, այդտեղ թատերական ինքնագործ խումբ կար, որտեղ նրանք երբեմն փոքրիկ դերեր էին տալիս, ասենք, այդ երեխա հիվանդացել էր դերասաններից մեկը, ասում էին՝ «Արի փոխարինի անխոստեր է, այս բանը այսպես արա», եւ այդ բոլորը հետո սկսել է իրեն դուր գալ։ Ինքն է պատմում իր մասին, թե փոքր տարիքում ինչ էր զգում, ինչպես էր առաջին անգամ, երբ որ բեմ դուրս եկավ եւ բոլորը ծիծաղեցին, շատ վիրավորված էր ինքը, չէր խոսում, փլավովլիկը ապսեն պետք է դներ սեղանին եւ ասում է շատ վիրավորվեցի, որ բոլորը ծիծաղեցին, բայց միևնույնն է արդեն որոշել է դերասան դառնալ, որտեղ դա ինձ դուր եկավ։ Հետո ինքը հանդիպում է այնտեղ Երևանից հյուրախաղերի գնացած դերասաններին զարմանքով նայում ինչպես են նրանք խոսում, ինչպես են շփվում, նրանք ուրիշ կերպ էին վարվում, ուրիշ միջավայր էր դա եւ կամաց այդ բոլորը իրեն դուր է եկել եւ ասում է իմ բախտը բերեց որ ես տեքստիլագործների ակումբը մեր տան հարևանությամբ էր ես ուրիշ տեղ չունեի գնալ ես գնալ տեղ չունեի ես այնտեղ էի գնում եւ այդ շփումները ինձ կամաց դուր եկան եւ ընդհանրապես ասում է քիչ է պատահում երբ մարդ հենց մանկուց գտնում է իր ուղին եւ հաստատուն քայլերով շարժվում է առաջ ընդհանրապես ինքը կարող էր ուրիշ բանով զբաղվել, նաև տաղանդավոր էր, ինքը լավ նկարում էր, սկզբում հայրը որոշել էր նկարիչ դարձնել իրեն եւ տարել էր նկարչական դպրոց, լավ գծանկարներ ունի շատ, լավ երգում էր, բայց իր ուշքն ու միտքը թատրոնն էր, ինքը ասում է ես ֆիլմերով դարձա ճանաչված, բայց էլի թատրոնը ինձ հարազատ է, շատ հարազատ էր թատրոնը իրեն եւ ամեն անգամ ինքը առիթը բաց չէր թողնում, եթե կար առաջարկ թատրոնում ներկայացում դեր ստանալ կամ կինո ինքը ընտրում էր թատրոնը ինքը առաջ շատ էր այսպես ասեմ շատ էր հակված որովհետև այնտեղ կա նաև հանդիսատեսի շուրջը անմիջական ներկայությունը նրա անմիջական արձագանքը իսկ դա իրեն շատ էր ոգեշնչում հենց դա էր իր ոգեշնչման աղբյուրներից մեկը մենք այո կանենք հաջորդ ֆիլմը ես այդպես եմ պատկերացնում հիմա ասեմ նաև
երկրորդ սկզբունքը, որ մենք պահել ենք ֆիլմը անելիս, բացի այն, որ ոչ մի կարծիք չի հնչում, ինքն է իր մասին խոսում, դա շատ կարևոր է։ Մենք շատ դժվարությամբ գտանք այն բանալին, որով պիտի ներկայացնենք, որ ինքը ամբողջը ինքը պատմի իր մասին, որովհետև ցանկացած կարծիք, ինչքան էլ իրավացի համար ենք, միևնույն է, այն չի, ինչ որ ինքը գիտի, ինքը իր մասին ասում է ամենակարևորը, ամենաէականը, ամենագլխավորը, եւ այսպես է էլի ինքը նաև ինքնակնադատությամբ է զբաղված, շատ հետաքրքիր քննադատում է իրեն չափավորությունը, երբ որ կորցնում է, ինքը սկսում է զայրանալ, ասում է, ես երիտասարդ տարիներին երբեմն հենց այնպես առանց պատճառի ծիծաղեցրել եմ, հիմա շատ փոշմանում եմ, ես հասկանում եմ, որ դա ոչինչ է, չէր կարելի հենց այնպես մարդուն ծիծաղեցնել կամ հենց այնպես լացացնել մարդուն։ Իմաստ պետք է լինի մեջը, իմաստ։ Հա, երկրորդ սկզբունքը, որ մենք պահպանել ենք, այն է, որ ֆիլմում ոչինչ չի ասվում նրա անձնական կյանքի մասին։ Ընդհանրապես շատերը հիմա նրա անձնական կյանքը շոու են անում եւ դրանով հաջողություն են ձեռք բերում, իրենց է թվում, որ դա հաջողություն է։ Մենք համարում ենք, որ բարոյական չի մարդու մասին խոսել, հատկապես այն ոլորտը, այն հատվածը, որը իր համար շատ ցավալի է եղել, որովհետեւ երբ որ թատրոններ մտնում երիտասարդ դերասանները երբեմն հարցնում էին ո՞նց եք, ինչ կա տանը, ո՞նց են տնեցիները, դե ցավալի էր այդ թեման, ինչ պիտի ասեր։ Ինքը այսպես հումորով անցկացնում էր, ուրիշ թեմա էր բացում եւ բոլորը տեսնում էին, որ ցավ է, լավ, եթե ցավ է եղել դա իր համար։ Հիմա մենք ինչու քրքրենք այդ ցավը նորից, ինչու նորից բարձրաձայնենք, որն է դրա արդյունքը, որն է դրա, այսպես ասեմ, նպատակը։ Մենք շրջանցել ենք նրա անձնական կյանքը, ոչինչ չենք խոսում այդ մասին։ Ոչ մի մարդ ուրիշ կարծիք չի ասում, ինքն է իր մասին պատմում, մեջ բերել ենք փոքրիկ դրվագներ, փոքրիկ հատվածներ իր խաղացած ֆիլմերից եւ ներկայացումներից։ Կյանքի վերջին տարիներին կարողացավ հիմնադրել թատրոնը, իր թատրոնը եւ այնտեղ խաղաց Մարսել Պանյոլի Հացթողին կինը ներկայացումը։ Դա վերջին ներկայացումն էր, ինքը ցանկություն ուներ այդտեղ մարմնավորելու այն կերպարները, որոնք երազել էր Սունդուկյան թատրոնում եւ որոնք իրեն բաժին չէին հասել, իրեն չէին տրվել այդ դերերը։ Նա երազում էր խաղալ Համլետ, երազում էր խաղալ Օթելլո, Օթելլոն իր երազանքների բարձրակետն էր։ Նա իր խաղացած ամեն կերպարում ինչ որ մի փոքրիկ դրվագ Օթելլոից այնուամենայնիվ ուներ։ Շատ ու շատ պետք է նայես, որ տեսնես դա։ Եվ ասում է, ուզում էր այդ բոլոր հատվածները, բոլոր էլեմենտները տարբեր դերերում խաղացած հավաքել եւ կդներ դա իր կատարյալ դերը Օթելլոն եւ ասում այ հիմա էլ մտքիս մեջ խաղում եմ այն տեսարանը, երբ արդեն խեղդել եմ Դեսդեմոնային ու ոռնում եմ բանտարկված գազանի նման եւ դա ինքը պիտի խաղար նաեւ մի քիչ ուրիշ, այսպես ասեմ, փոփոխություն անելով ինչպես իր բնավորությունն էր, ինչպես իր բնույթն էր, նա ասում էր, որ բեմում բացի Դեսդեմոնայից պետք է խամորտ մի գեղեցիկ աղջիկ էլ անընդհատ այսպես պտտվեր, հետո նորից լուր հեռանալ, նորից գար, նորից տարբեր տեսարաններում եւ ասում է դա իր երազած կինը պետք է լիներ, ում ինքը կուզենար ունենալ, որովհետեւ ինքը տարիքով արդեն թխամարք մարդ եւ Դեսդեմոնան սպիտակ գեղեցիկ կին, այդ խանդի տեսարանում այդ խապշիկի փուջուրիկ երիտասարդ խապշիկի այդ լինելու հարցը ավելի էր սրվում, իր պահանջը ոնց որ ավելի մեծանում էր։ Դե նա ուրիշ կերպ խաղար Օթելլոն, ոչ այնպես ինչպես բոլոր սովորական Օթելլոները, ինքը շատ հետաքրքիր մի հարցազրույցում պատմում է, թե իր պատկերացրած Օթելլոն ինչպիսին պիտի լիներ, ափսոս որ նա չկարողացավ խաղալ։ Թատրոնը հիմնադրեց հենց այդ մտայնությամբ, որ Օթելլո խաղա, Համլետ խաղա, եւ էլի Շեքսպիրյան մի քանի կերպարներ կան, որոնք իրեն հոգեհարազատ էին, ինքը ուզում էր խաղալ, պարզապես չհասցրեց մարդը, մեկ ներկայացում բեմադրեց եւ հեռացավ մեզանից։ Իսկ հնարավոր է, որ հետագայում հենց իր թատրոնում իր երազած կերպարով բեմադրվի, թեկուզ այլ դերասանների միջամտությամբ, բայց ամեն դեպքում կայանա դերասանի երազանքը։ Դուք բան եք ասում, դա կլիներ իր երազանքի իրականացումը, դուք շատ լավ բան եք ասում, բայց դժվար եմ ես համարում հիմա դա անել, որովհետեւ Տեսակ արժե համակարգը խաթարված է, պահանջներն են տարբեր, թե հանդիսատեսի պահանջը, թե դերասանները իրենք են ուզում ուրիշ բան խաղալ, հիմա ամենտեղ շոու է, ամենտեղ։ Ինքը շատ, այսպես, այն վերջին տարիներին արդեն ցավով ասում էր, որ Վարդան Աճեմյանից հետո բեմի եւ հանդիսատեսի, ասում էր, կապը խզվել է, այդ առաջվանը չի, հիմա ասում է, հանդիսատեսը նայում է, ինչ է տեսնում, բեմը պտտվում է, մեջքով կանգնած դերասան, մեջքին միած լույսի բլթիկ, ոչ դեմքն ես տեսնում, ոչ ժպիտը, ոչ արցունքը, չես տեսնում, դերասանը չի խաղում, ինչ որ բաներ կան, բեմադրում են ասում, եւ ինքը չէր ընդունում դա։ Ասում էր պետք է վերականգնել, ինքը ուզում էր վերականգնել աճեմյանական այդ ավանդույթները։
Եվ եթե նույնիսկ ներկայացվի, դա չի լինի իր երազած ներկայացումը, հաստատ չի լինի իր երազածը, բայց հնարավոր է ամեն բան։ Ես բացառիկ չեմ ուզում որևէ բան, իհարկե հնարավոր է։ Տիկին Սահակյան, ձեր ստեղծած ֆիլմը, երբ որ ցուցադրվի, ամենագլխավոր մեսիջը ֆիլմի, որ ցանկանում եք որ հանդիսատեսը զգա, որն է։ Դա ֆարցեք տալիս։ Ամենագլխավոր մեսիջը առաջինը այն է, որ տեր լինենք մեր արժեքներին, եւ երկրորդը, ինչու ենք հենց իրեն ընտրել։ Իմ պատկերացմամբ Ֆրունզիկ Մկրտչյանը իր ժամանակին չգնահատված, չհասկացված դերասան էր։ Ես այսպես հետին թվով կարծես փորձ եմ անում արժևորել իր գոյությունը մեր կյանքում այն տարիներին, երբ որ մենք նրան պարզապես տալիս էինք թեթև այսպես ոչ շատ լուրջ դերեր, մտածելով որ ինքը հենց այդքանը կարող է անել։ Ես ասեմ, որ շատ թյուր պատկերացում են ունեցել շատ ռեժիսորներ նրա ունակությունների վերաբերյալ, որ նրան այդպիսի դերեր են հանձնարարել, որովհետև ինքը շատ լուրջ ասելիք ունեցող դերասան է, շատ մեծ բեմական վարպետություն ունի, հայրենասեր մարդ է, իմպրովիզացիաների մեծագույն վարպետ է, եւ կատակերգու է, եւ ողբերգակ է, եւ իր բոլոր գործերում փիլիսոփայական ընդհանրացումներ կան, որոնք կարևոր են, շատ պետք է դա նկատել։ Այ ուզել ենք այս բոլոր գծերը բացահայտել, որ հանդիսատեսը հասկանա, որ Ֆրունզիկ Մկրտչյանը, որ այսպես հա-հա-հա, հի-հի-հի բոլորից ծիծաղացնում, դա չէ միայն ինքը շատ լուրջ ասելիք ունեցող լուրջ դերասան էր, եւ նրա այդ տաղանդի այդ բազմաշերտ տաղանդի ցալքերն ենք փորձել բացել, ներկայացնել դերասանին, որտեղ նաև իր ծննդավայր Գյումրիի գրգիռներն են, Գյումրիին շատ հատուկ, որ հանդիսատեսը նաև կարողանա դա իմանալ, քանի որ մենք դա հասկացել ենք, այդպես ենք հասկացել մենք։ Հիմա գուցե մեկը կասի, որ դա այդպես չի, դա էլ իր գործն է։ Իհարկե մենք բոլոր կարծիքները ընդունում ենք եւ քննադատությունները եւ գովեստները եւ շատ շնորհակալ ենք լինում, երբ մեզ զանգ են տալիս կամ գրում են, շատ հետաքրքիր է, արձագանքները շատ բազմազան են, բայց հիմնականում իրենք ասում են, որ շատերն են ասում, որ իրենց համար բացահայտումներ եղան այդ ֆիլմից եւ դրանով մենք բավարարված ենք զգում մեզ, որովհետեւ իսկապես նպատակը ի վերջո ասելիք ունենալն է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը նաեւ այսպեսին է եղել, եթե դա մեզ հաջողվել է, ուրեմն մենք ճիշտ ենք արել մեր գործը։ Իսկ բացի ցուցադրություններից, երբ որ պետք է լինեն, հանդիսատեսը ինչ այլ կերպ կարող է դիտել ֆիլմը, հնարավոր է հեռուստատեսությունով նույնպես ցուցադրվի։ Հեռուստատեսությամբ ես առաջարկեցի, մի քանի տեղ առաջարկեցի եւ ցավով ասեմ, որ Առաջնապես արձագանքները մեծ չէին։ Մի հեռուստատեսության այդ ծրագրերի ղեկավարն ասաց, հա շատ լավ ֆիլմ է, լավն է, նայեց, ինչ լավ ֆիլմ, բայց որտեղ դնեմ։ Հենց դնեմ, այստեղ դնեմ իմ բանը հեռուստադիտողը կփոխի ալիք, ասի ո՞նց կփոխի, Ֆրունզիկին չեն նայ, ասեց չի, ասի լավ շնորհակալ եմ, մենք գնացինք ու եկացանք դուրս եկանք։ Շատ տեղեր եմ ես, շատ հեռուստա ընկերությունների եմ դիմել, շատ 5 հեռուստաընկերության հետ զրուցել եմ եւ ոչ մեկը իր ծրագրերի արանքում տեղ չի գտել Ֆրունզիկի համար, որ ասի, այ այստեղ կարող ենք։ Խորհուրդ են տալիս գնացեք գուցե այս հեռուստաընկերությունը ունենա այդպիսի շարք, դե պետք չի որևէ տեղ տանել։ Ես աշխատում եմ այնտեղ, որտեղ ինձ ընդառաջում են, տրամադրում են դահլիճ, ես չեմ զլանում, կարող եմ նույնիսկ ամենահեռու անկյունը գնալ Հայաստանի, միայն թե հայ ժողովուրդը, հայ մարդը, հայ հանդիսատեսը, որ Ֆրունզիկին այդպես կարոտած է, թող տեսնի ֆիլմը, թող իր համար բացահայտի նոր Ֆրունզիկ։ Ես դրանից միայն ուրախ կլինեմ։ Ես ծախսեր եմ անում, իմ միջոցներով գնում եմ, մի անգամ մենք Գյումրիում նույնիսկ այստեղից դարանք մեծ էկրան, որտեղ Գյումրիում էկրան չկա, այսինքն վճարեցինք եւ էկրանի համար եւ այդ մարդուն, ով որ պետք է այնտեղ աշխատեր։ Բայց միևնույն է, ես չեմ ափսոսում դրա համար, որովհետեւ շատ կարեւոր էր, որ գյումրեցին տեսներ այդ ֆիլմը։ Իսկ Տիկին Սահակյան, բացի Ֆրունզիկից մենք ունենք նաև այլ նշանավոր դերասաններ։ Հնարավոր է նաև նրանց մասին ֆիլմեր, նույն ինչպես Ֆրունզիկինը լինի նաև այդպիսի ֆիլմ։ Ես ես ասեմ, մտահղացումները շատ են, բայց քանի որ դրանք հիմա ուրիշ պայմաններ են առաջադրում։ Ֆիլմը կարելը հեշտ բան չէ, հսկայական ծախսերի հետ է կապված։ Երբեմն մտածում ես, ով ցանկություն կունենա գումար դնել այս ֆիլմի մեջ։ Եվ նայում ես, որ չէ, բոլորը գումարները դնում են ուրիշ, ավելի արագ վերականգնվող մի ոլորտում, որ կարողանան այդ ծախսերը արագ հետ բերել։ Եվ ֆիլմը հիմա չեմ կարծում, որ այդպես այդքան շատ պահանջված է, ինչպես ասենք նույնիսկ տարիներ առաջ, թեկուզ մեր երկրում, հեռու չգնանք, թեկուզ մեր երկրում։ Օրինակ, եթե մի 30 տարի առաջ ասեինք, որ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ ենք անում, խնդրում ենք մեզ օգնել, գուցե ավելի շատ մարդ կմտածեր մեզ օգնելու մասին, քան հիմա։ Եվ միայն Ֆրունզիկը չէ, իհարկե, օրինակ
Մի անգամ մենք Կապեշտյան սրահում Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակի 20-րդ տարին էր լրանում 13 թվականներ, այնտեղ մենք ցուցադրեցինք Ֆրունզիկ Մկրտչյանի 49 րոպեանոց տարբերակը այն ուրիշ Ֆրունզիկը ֆիլմի ներկա էր նաև Լևոն Աթոյանցը պրոֆեսոր, օպերատոր, դասախոս ինքը Ֆրունզիկ Մկրտչյանի մտերիմներից է եղել ֆիլմերի մեծ մասը ինքն է եղել նկարահանող օպերատորը որտեղ Ֆրունզը խաղացել է եւ նկարահանումներից հետո նրանք միշտ ընկերություն են արել միշտ միասին գնացել են հեռավոր գյուղեր արկածների մեջ են ընկել միշտ ժամանցի վայրերն են միասին գնացել իրար հետ իրար տուն գնալ գալ իրար հետ խոսել եւ Աթոյանցն էլ շատ մեծ արխիվ ուներ ձայնագրել էր հատկապես Ֆրունզիկին եւ շատ լավ պատմություններ ուներ նրա մասին երբ որ ես կարոտում էի այդ պատմություններին գնում էի ինքը սիրով պատմում էր դրվագներ հատուկ այնպես էլ հրաշալի հիշողություն էր 90 տարեկան էր բայց պատմում էր թե ուր գնացին ինչ տեղի ունեցավ Ֆրունզիկը ինչպես պահեց իրեն այդտեղ շատ օրինակ ինքը ասաց որ մի անգամ Ռուսաստանում նկարահանումների էին ասում է ռուս կանայք ինքը չշեշտեց թե որ գյուղն էր ասաց բոլորը հավաքվեցին Ֆրունզիկի շուրջը եւ սկսեցին հարցեր տալ գրկել նրան մեկ վազում էր տուն Պահածո էր բերում, սա վազում էր ինչ թխած խմորեղեն էր բերում, մեղր էին բերում, այնքան ուտելիք բերեցին Ֆրունզիկը բոլորը խոտերի վրա այսպես շարել էր, հետո երբ որ մոտեցավ ռեժիսորն ասաց գիտեք շատ լավ է որ Ֆրունզիկին սիրում եք, բայց արևը անցնում է, մենք պիտի նկարահանումներ անենք, չենք հասցնի, 3 ժամ պիտի աշխատենք։ Թույլ տվեք որ գա, ասում եք կանայք հավաքվեցին, ռուս կանայք հավաքվեցին, ասում է, Ֆրունզիկին գետնից կտրեցին ու սկսեցին գցել վերև գցել բռնել, վերև, ասում շպրտում են Ֆրունզիկին, նորից ասում են հեսա կանգնի այդ մախ։ Բռնում են ու ասում է, ես հասցրեցի անմիջապես նկարել, ինքը ունի այդ նկարը ուղարկեց ինձ, որ Ֆրունզիկը արդեն օդում, այսպես պարկած, գցել է ծաղիկներ, բան, ինչ ասեց այդ գետնին դրած ամեն ինչ կար, այդքան նույնիսկ Ֆրունզիկին տեսեք օտարհանդիսատեսը ինչպես է սիրում եւ ինչպես է մեծարում։ Իհարկե ինքը ասաց հետեւյալը ֆիլմը նայելուց հետո, ասաց որ շատ լավն է ես հավանում եմ ձեր ֆիլմը եւ շատ տեսեք մի նախադասություն ասաց, որը ես մինչեւ հիմա հիշում, ասաց Հրաչյա Ներսիսյանի դրոշակը Ֆրունզիկ Մկրտչյանը շատ բարձր բարձրացրեց, շատ բարձր, բայց այսօր մեկը չգտնվեց, որ Հրաչյա Ներսիսյանի մասին այսպիսի ֆիլմ անի։ Այսինքն տեսեք Հրաչյա Ներսիսյանի մասին էլ պետք է անել ֆիլմ, իհարկե ես դա միտացում եմ։ Եվ այն ժամանակ ինքը ճիշտ ասաց, էլի թվարկեց, էլի մարդիկ կան, որոնց համար էլ պետք է անի։ Դժվարանում եմ ասել, հիմա ես մոտ ապագայում համենայնպես չեմ պատկերացնում, թե դա ինչպես պիտի արվի։ Շնորհակալ եմ Տիկին Սահակյան, Ֆրունզիկ Մկրտչյանը այնպիսի դերասաններից էր, որի մասին կարելի ոչ թե ժամերով, այլ օրերով խոսել։ Ափսոս, որ մեր եթերաժամանակը սպառվում է եւ հուսով եմ, որ այս ֆիլմը ունենալու է մեծ արձագանք եւ լի հանդիսատեսով բեմեր է ունենալու։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, անպայման եկեք եւ նայեք ֆիլմը։ Շնորհակալ։ Շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք լրագրող, հասարակական գործիչ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին տեղական եւ արտասահմանյան մամուլում տասնյակ հոդվածների հեղինակ Շուշան Սահակյանի հետ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, մենք արդեն կհանդիպենք վաղը։